Մարդը եթե կայանում է, եթե ասելիք ունի, եթե տաղանդը փայլում է, չես կարող նսեմացնել։ Իսկ ուժ հենց դրանցից մեկն էր։ Ցավոք սրտի շատ տխուր է, շատ տխուր է, որ այսպիսի ավարտ չպետք է ունենար էլ ինքը։ Բայց ինչև է, Աստծուն փառք, հոգին լուսավորվի, իրենից շատ բան կար սովորելու, եւ որպես թատրոնի դերասան, եւ որպես կինոյի դերասան, եւ որպես ընկեր նաեւ, որպես մարդ, շատ հաճելի, շատ կարգին մարդ էր, Երանի, թեկուզ մի փոքրիկ բան, ինչ որ անում ես, բեմում լինի, էկրանում լինի, դա արժանավայել լինի, դա տաղանդավոր լինի, դա ասելիքով լինի, դա վարպետորեն լինի, իսկ ուժը ինչ խաղացել է վարպետորեն է եղել, ինչ խաղացել է, վարպետորեն, դե, կարգին մարդ էր, կարծում եմ ամեն ինչ ասված է, Փառք Աստծո կինոյում ինքը շատ բան ունի, ինքը երկար կմնա մեր հիշողության մեջ, երկար կմնա, մի քանի դերակատարումներ ունի, որ պարզապես անմոռանալի են դրանք, անմոռանալի, հենց Նահապետում կոլխոզի նախագահը ինձ համար դարաշրջան է, դարաշրջանային դերակատարում է դա, այդ մի կերպարը կարելի է նայել, այդ մի խաղը կարելի է նայել ու հասկանալ մի ամբողջ ժամանակաշրջան, չնայած ինքը այդ ժամանակաշրջանը վերջին հաշվով չի ապրել, շատ փոքր է եղել, կամ էլ նոր ծնված, բայց մարդը ցուցադրում է դա, Վերջին հանդիպումը եղավ Անահիտ մրցանակաբաշխության ժամանակ, երբ որ իրեն էլ էին բերել, որ պատվո մրցանակ տային, անկեղծորեն ես մի քիչ զայրացա, որովհետև չէր կարելի այդ վիճակում մարդուն բերել, դրա համար լիքը ժամանակ կար, մինչ այդ պետք էր անել դա, երբ որ ինքը որտեղ չի կարելի էլի հայտնի խոսք կա, չէ, ասում ամենատգեղ բանը գեղեցիկ կնոջ ծերությունն է։ Հիմա դերասանը մի քիչ նման է դրան։ Ինչև է, բայց այդ օրն ենք զրուցել, շատ վատ էր զգում, բայց մեկը, մի քանի րոպե գոնե կարողացանք զրուցել։ Անդադար խոսում էր, որ ուզում է խաղալ, այո, ուզում է խաղալ, այո, տաղանդավոր մարդիկ միշտ ձգտում են խաղալ, որովհետև տաղանդավոր մարդու համար կարևորը ոչ թե պարզապես խաղալն է, մեջակ դերասանի համար դա նշանակություն չունի, ինքը չի ապրում դա, տաղանդավոր մարդու համար գերագույն հաճույք է այդ խաղի պահը, այդ պահին ինքը հրեշտակների հետ, Աստծո հետ, հավերժ փառք իրեն։